Մենք բարև երկիրն ենք, ես եւ Արմինեն ողջունում ենք հենց ձեզ, եթե նոր եք դուք ձեր քնից արթնացել, մեր հյուրերին արդեն ճանապարհել ենք, բայց այս պահին խոսելու ենք առողջությունից եւ եթերը տրամադրենք Բժիշկ Մանուկյանին։ Առողջ երկիրն է Բժիշկ Մանուկյանի հետ եւ այս շաբաթ բժշկի հյուրերն են նյարդաբաններ Տաթևիկ Գաբրելյանն ու Բերգինե Խաչատրյանը։ Կարծում եմ այս հարցազրույցը պետք է շատ ուշադիր լսել։ Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, կրկին առողջ երկիրն է եթերում, ես Բժիշկ Մանուկյանն եմ եւ ինչպես միշտ հետարքիր հետազոտությունների եւ կարեւոր հիվանդությունների մասին ենք զրուցելու, թերևս բոլոր հիվանդությունները կարեւոր են եւ այսօր զրուցելու ենք նյարդաբանների հետ, ողջույն։ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, այսպիսի մի հետազոտություն կա, որը շատերիս անծանոթ է։ Նախ եւ առաջ հասկանանք ինչ է իրենց ներկայացնում այդ հետազոտությունը։ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան դա հետազոտությունն է, որը կիրառվում է նյարդերի եւ մկանների աշխատանքի խափանման ժամանակ։ Հետազոտվում են ինչպես պերիֆերիկ, այնպես էլ կենտրոնական նյարդերը, որը թույլ է տալիս ավելի նյարդաբաններին եւ այլ մասնագետներին հասկանալ ախտորոշման ճշգրտման համար կա արդյոք խնդիր նյարդում, մկանում, թե նյարդարմատում։ Նախ եւ առաջ շատ կարեւոր է նաեւ իմանալ, մեր ազգաբնակչությանը շատ կհետաքրքրի, արդյոք այդ հետազոտությունը ներգրաված է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ։ Այո, բնակչությունը կարի անցնի այս հետազոտությունը առողջապահություն ապահովագրության շրջանակներում։ Շատ կարևոր է նաև լսել նյարդաբանի կարծիքը այս հետազոտության մասին։ Մենք բոլորս ճանաչում ենք, գիտենք ինչքան մեծ փորձ ունեք դուք, հարգելի բժշկուհի, սակայն այդ փորձի հետ մեկտեղ հասկանում ենք, որ շատ տեսակի հիվանդություններ ինտուիտիվ կարող է անգամ ախտորոշվել, սակայն այս հետազոտությունը նույնպես շատ կարևոր է։ Ինչու՞մն է այդ կարևորությունը։ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան դա այն պարակլինիկ հետազոտումներից է, որը շատ կարևոր է նյարդաբանական կլինիկայի համար, կլինիցիստների համար եւ բուժող բոլոր բժիշկների համար, որպեսզի ճիշտ ուղղորդեն նյարդաբանի մոտ եւ հետագայում էլ էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի համար։ Դա շատ կարևոր է ինչու համար, որտեղ պերիֆերիկ նյարդային համակարգի շատ մեծ չափով հիվանդություններ կա, որը շատ կարևոր է ոչ միայն ախտորոշելու համար, ոչ միայն բուժման համար, շատ կարևոր է այստեղ ճիշտ որոշել հիվանդության էքսպերտիզան եւ անպայման հետագայում արդեն հիվանդների համար կարգի անցնելու համար դա շատ կարևոր է։ Ինչու է կարևոր, որտեվ այս դեպքերում, որ քանի որ նյարդի ֆունկցիայի համար է բոլորը արվում, ֆունկցիոնալ խանգարումները լինում են թեթև չափավոր եւ ծանր վիճակում, որոնք տալիս են պարեզներ, պարալիչներ, հա։ Թեթև եւ չափավորի ժամանակ ուրեմն էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի դերը շատ մեծ է, որը կարող է օգնել եւ բժշկին հետագա բուժման ճիշտ կազմակերպումը եւ հետագա իհարկե էքսպերտիզան, որը շատ կարեւոր է այս փուլում մեր իրոք բնակչության համար։ Էքսպերտիզան ասելով, այսինքն որոշակի հիմք ընդունել, որպես այդպեսին որոշակի դիագնոզի համար, այո։ Անպայման դիագնոզը պետք է ճիշտ դրվի, որպեսզի մարդիկ իրենց հետագա, ասենք, կան հիվանդություններ, որոնք քրոնիկ հիվանդություններ են, որոնք պրոգրեսիվ ընթացք ունեն նյարդաբանության մեջ, որը շատ ցավալի է, բայց կան այդպիսի հիվանդություններ, այնտեղ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ է, ենթակեղևային կորիզների ախտահարման ժամանակ Պարկինսոնի հիվանդություն կա, խորիայի տարբերություններ կան, տարբերվելու կան գենետիկ հիվանդություններ, միոտրաֆիաներ, ամիոտրաֆիկ վիճակներ, միաստենիա եւ այլն, որոնց համար հետ ոչ թե միայն այստեղ բուժումն է, այլ բարելավումն է կարևոր հիվանդի, որպեսզի իր կյանքի որակը ճիշտ լինի, որտեղ ինքը գիտի, որ դա քրոնիկ հիվանդություն է, գիտի, որ ինքը այդպես 100% չի լավանալու, բայց ինքը պետք է իմանա, որպեսզի ճիշտ ձևով էքսպերտիզան լինի, ինքը ժամանակ առ ժամանակ ճիշտ բուժում ստանա եւ լինի ոտքի վրա, լինի առողջ պրակտիկ առողջ գոնե իր ընտանիքի համար, իրեն համար։ Եվ ապահովի երևի թե կյանքի որակը որոշակի։ Ամենակարևորը այո, ապահովի կյանքի որակը, իմանալով, որ այդ հիվանդությունները լիարժեք չեն բուժում, բայց կան հիվանդություններ,
սուր վիճակներում, որոնք շատ կարևոր են դաժե ժամ առաջ բուժումը ճիշտ սկսել։ Դրանք ուրեմն պոլինեյրոպաթիաներն են, միելիտներն են, դրանք տոքսիկ պոլինեյրոպաթիաներ են, դիաբետիկ նեյրոպաթիաներ կան ալկոհոլային պոլինեյրոպաթիաներ, կա պիրանեուս ներվի ախտահարումը, որը էլի ժամ առաջ պետք է ճիշտ բուժել, եթե ճիշտ բուժել, կարելի է հիվանդին առողջությունը ապահովել լիարժեք։ Տեսնում եք հարգելի բարեկամներ, ինչպիսի հետազոտություններ կան, շատերս մոտ հարց է առաջանում այս հետազոտության ուղարկեց, այսպիսի հետազոտության բազմաթիվ հետազոտությունները մեր աչքերն են եւ միայն այդ պարագայում մենք կարողանում ենք ճիշտ ախտորոշել, իսկ ախտորոշումը դա աշխատանքի երևի թե ոչ կարելի ասել կեսն է, եթե ոչ ավել։ Էլեկտրոնեյրոպաթիա, արդյոք կան որոշակի ալտերնատիվ հետազոտություններ։ Կան հետազոտություններ, որոնք կիրառվում են նյարդաբանության մեջ, սակայն օրինակ մագնիտոզրեզոնանսային տոմոգրաֆիան կամ նյարդի ուլտրաձայնային հետազոտությունը դրանք էլ են կիրառվում, բայց իրենք ցույց են տալիս օրգանական վնասումը։ Իսկ էլեկտրոնեյրոմիոգրաֆիան դա ցույց է տալիս հենց նյարդի մկանի հաղորդակցման վնասումը։ Ինքը ավելի խորը հետազոտություն է եւ կան հիվանդություններ, որոնց ժամանակ, ինչպես նշեց բժշկուհին, դա կարող լինի միակ հետազոտությունը, որը ճշգրիտ կտա ախտորոշում։ Ինչպիսին են օրինակ այդ պոլինեյրոպաթիաները, որոնց ժամանակ օրինակ ոչ MRT-ն, ոչ ուլտրաձայնային հետազոտությունը իրանք չեն կիրառվում։ Երևի թե կարելի է բազմաթիվ հարցեր տալ, սակայն եւս մեկ կարևոր հարց, ինչքանով է հեշտացնում այդ հետազոտությունը, որպեսզի կարողանանք ախտորոշել։ Նախկինում երևի թե այդ հետազոտությունը չկա, հիմա առկա է։ Արդյոք դա իսկապես հեշտացնում է մեր գործը, մեր աշխատանքը։ Այդ հետազոտությունը մի քանի տասնյակ տարի է որ կա Հայաստանում, իհարկե դա շատ ավելի զարգացավ վերջի տարիներին ու շատ կարևոր հետազոտում է։ Կա ամբողջ մի բաժանմունք նևրոլոգիայի ինստիտուտում ման Մոսկվայի, այնտեղ պատրաստում են մասնագետներ, շատ կարևոր տեղ է դա, եւ այնտեղ մասնագետը, որը դրանով զբաղվում է, Յուսևիչ ազգանունը, եթե չեմ սխալվում, ոչ միայն գիտական աշխատանքներ են կատարում այնտեղ եւ շատ օգնում են բոլոր հիվանդներին, որոնք դրա կարիք ունեն։ Իսկ նորից եմ ես շեշտում, որ այս պահին մեզ համար շատ ավելի կարևոր է ճիշտ էքսպերտիզան։ Դա կլինի զինակոչիկի էքսպերտիզա, դա կլինի հաշմանդամության ճիշտ որոշում, որովհետև այնտեղ կա մի քանի չափեր, որի ֆունկցիայի, ներվի ֆունկցիայի աշխատանքի ճիշտ կազմակերպումը կա։ Թեթև արտահայտված ֆունկցիայի խանգարում կա չափավոր եւ կա ծանր, որոնք բերում են պարեզների պարալիչների։ Եվ ըստ այդ դիագնոզի ախտորոշման պետք է կայացվի հետագա մարդկանց, ինչպես ասում են, կյանքի որակը։ Արդյոք այդ հետազոտությունը ցուցվում է միայն նյարդաբանների կողմից, թե կան այլ մասնագետներ։ Ոչ, ես կարող եմ ավելացնել, լինում են դեպքեր հետ տրավմատիկ, նևրոպաթիաներ, հետ վիրահատական, դաժե լինում են դեպքեր ունեցել եմ ես մի քանի հատ, որ կեսարյան հատումից հետո կնոջը ասում են վեր կաց արդեն կարող ես քայլես, երեխայդ վերջնես գնաս, բայց ոտքի թաթը կախված չի կարող քայլել։ Դա էլ արդեն պիրանեուսի ախտահարումն է, որը պետք է նորից եմ ասում ժամ առաջ դիագնոզվի, ախտորոշվի եւ բուժվի, որպեսզի լիարժեք կինը վայելի իր հետագա կյանք։ Այո, սարքավորումները, գործիքակազմը, լաբորատոր հետազոտությունները անչափ կարևոր են յուրաքանչյուր բժշկի համար եւ ընդհանրապես բժշկական կենտրոնի համար, որպեսզի կարողանանք կատարել որակյալ եւ իսկապես լիարժեք բուժում, որը շատ կարևոր է։ Եղեք առողջ։